Հանրային դեմք լինելը միայն ճանաչման ու գովազդային գումարների մասին չէ։ Դա նաև պատասխանատվություն է։ Երբ երգիչները, դերասանները, սպորտսմենները կամ բլոգերները կանգնում են իշխանության կողքին, հատկապես մի իշխանության, որի գործունեությունը ասոցացվում է պարտության, կորուստների եւ ազգային նվաստացման հետ, նրանք այլևս չեն կարող ներկայանալ որպես քաղաքականությունից հեռու մարդիկ, ինչպես փորձում էին անել նախկինում։ Նրանց մասնակցությունը պետական միջոցառումներին, իշխանության քարոզչական հարթակներում ելույթ ունենալը կամ ուղիղ ու անուղղակի գովազդը հասարակության կողմից ընկալվում է որպես քաղաքական դիրքորոշում։ Յուրաքանչյուր խոսք ու քայլ քաղաքական հետևանք ունի։ Արցախը հանձնած եռաբլուրը մեծացրած ցեղասպանության հարցը կասկածի տակ դնող իշխանությունը սատարելը ունի իր գինը։ 2 կոպեկի դիմաց դուք ոչ միայն փչացնում եք ձեր անունը, այլ նաև լեգիտիմացնում եք այդ ամենը։ Իսկ դա ես համարում եմ անբարոյականություն։ Առավել զայրացնող է այն, որ այդ չակերտավոր բլոգերներից մի քանիսին տարել էին պաշտպանական կառույցներ, որտեղից նրանք անմիջականորեն նկարահանումներ ու գովազդային բովանդակություն էին տարածում։ Հարց ՊՆ ոչ բարով նախարին։ Ինչ իրավունքով են նման մարդիկ մուտք գործում ռազմավարական նշանակության օբյեկտներ, առավել եւս բունկերներ եւ այնտեղից նկարում ՔՊ-ի քարոզչական տեսահոլովակներ։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ, բայց նրանց սատարելու կամ գովազդելու խարանը հավերժ է։